աչքերդ և մի պահ կանգ առ։ Այս պահին պետք չէ վազել, պետք չէ ապացուցել, որ ուժեղ ես, պետք չէ անմիջապես գտնել բոլոր պատասխանները, պարզապես շնչիր, խորը ներշնչիր և դանդաղ արտաշնչիր, ներս շնչելիս զգա, թե ինչպես է կյանքը նորից մտնում քո մեջ, արտաշնչելիս թող գնա հոգնածությունը, կասկածը, ներքին ծանրությունը, գուցե եղել են օրեր, երբ քեզ թվացել է այլևս ուժ չունես, գուցե եղել են պահեր, երբ նպատակներդ հեռու են թվացել, գուցե ներսումդ մի ձայն ասել է ես չեմ կարող, ես ուշացել եմ, ես բավարար չեմ, բայց հիմա այս լուռ պահին թույլ տուր մեկ այլ ձայն բարձրանա քո ներսում, այն մեղմ է, բայց ուժեղ, այն չի ճնշում քեզ, այն հիշեցնում է քեզ, դու դեռ այստեղ ես, դու դեռ շնչում ես, դու դեռ կարող ես սկսել։ Մոտիվացիան միշտ մեծ կրակով չի գալիս, երբեմն այն գալիս է շատ փոքր կայծի տեսքով, մի փոքր որոշում, մի փոքր քայլ, մի փոքր հավատ, որ այսօր կարող է լինել երեկվանից տարբեր, և դա բավական է։ Այս պահին պետք չէ փոխել ամբողջ կյանքդ, պետք չէ միանգամից հասնել ամեն ինչի, պետք է միայն ընտրել մեկ փոքր քայլ դեպի այն մարդը, ում ուզում ես դառնալ, շնչիր, շնչիր և պատկերացրու քո ներսում մի լույս, գուցե այն հիմա շատ փոքր է, գուցե երկար ժամանակ ծածկված է եղել հոգնածությամբ, վախով կամ հիասթափությամբ, բայց այն չի մարել, այդ լույսը քո կամքն է, քո ներքին ուժը, քո շարունակելու կարողությունը, քո այն մասը, որ նույնիսկ ամենադժվար օրերին չի դադարել հույս ունենալ, դանդաղ կրկնիր մտքումդ, ես դեռ կարող եմ, ես դեռ ունեմ ուժ, ես կարող եմ սկսել փոքր քայլերից, ես պարտավոր չեմ լինել կատարյալ, որպեսզի առաջ շարժվեմ, ես ընտրում եմ շարունակելը, թույլ տուր այս բառերը նստեն քո ներսում, ոչ որպես պարտադրանք, այլ որպես հիշեցում, դու պարտավոր չես միշտ լինել լի էներգիայով, բայց կարող ես սովորել լսել քեզ, վերականգնվել և նորից քայլել, դու պարտավոր չես միշտ վստահ լինել, դու կարող ես քայլել նույնիսկ այն ժամանակ, երբ ճանապարհը դեռ ամբողջությամբ պարզ չէ, դու պարտավոր չես ամեն ինչ անել իդեալական, բայց կարող ես անել այն, ինչ հնարավոր է այսօր, և երբ դու անում ես թեկուզ փոքր քայլ, դու արդեն փոխում ես քո ընթացքը, պատկերացրու քեզ կանգնած մի ճանապարհի սկզբում,
ճանապարհը կարող է երկար թվալ, բայց դու պետք չէ տեսնես ամբողջ ճանապարհը։ Քեզ պետք է միայն տեսնել հաջորդ քայլը։ Մի քայլ, մի որոշում, մի գործողություն, մի փոքր հաղթանակ։ Եվ ամեն քայլից հետո քո ներսում ինչ-որ բան ուժեղանալու է։ Քո վստահությունը աճում է, քո կամքը ամրանում է, քո սիրտը հիշում է, որ դու կարող ես։ Գուցե անցյալում ձախողումներ են եղել, գուցե եղել են ծրագրեր, որոնք չեն ստացվել, գուցե եղել են պահեր, երբ դու հետ ես կանգնել, բայց ձախողումը վերջակետ չէ, այն դաս է, այն փորձ է, այն ապացույց է, որ դու փորձել ես, և այն մարդ, ով փորձում է, արդեն շարժման մեջ է։ Այսօր դու կարող ես ընտրել չդատել քեզ անցյալի համար։ Այսօր դու կարող ես վերցնել դասը և թողնել ծանրությունը։ Այսօր դու կարող ես ասել. ես սկսում եմ այնտեղից, որտեղ գտնվում եմ։ Ես օգտագործում եմ այն, ինչ ունեմ։ Ես անում եմ այն, ինչ կարող եմ։ Եվ դա բավական է առաջին քայլի համար։ Շնչիր ավելի խորը և զգա, թե ինչպես է մարմինդ լցվում նոր էներգիայով, ոտքերդ ավելի կայուն, ուսերդ ավելի թեթև, կրծքավանդակդ ավելի բաց, հայացքդ ավելի պարզ, քո մեջ կա ներուժ, որը դեռ ամբողջությամբ չի բացվել, քո մեջ կան գաղափարներ, որոնք սպասում են կյանքի կոչվելուն, քո մեջ կա ուժ, որը գուցե երբեմն մոռանում ես, բայց երբեք չես կորցնում։ Թույլ տուր քեզ հիշել, դու արդեն հաղթահարել ես օրեր, որոնք ժամանակին անհաղթահարելի էին թվում։ Դու արդեն անցել ես ճանապարհներ, որոնք հեշտ չէին։ Դու արդեն ապացուցել ես, որ կարող ես կանգնել, նույնիսկ երբ ընկել ես։ Եվ հիմա կարող ես նորից կանգնել։ Ավելի գիտակից, ավելի հասուն, ավելի մոտ քո իրական նպատակներին, դանդաղ ասա ներսումդ, ես ընտրում եմ շարժվել, ես ընտրում եմ հավատալ իմ կարողությանը, ես ընտրում եմ իմ ապագայի համար գործել այսօր, ես բաց եմ նոր հնարավորությունների առաջ, ես արժանի եմ աճի, հաջողության և ներքին բավարարվածության, թող այս մտքերը դառնան քո ներսի հենարանը, երբ հոգնես, դու կարող ես հանգստանալ, բայց չհանձնվել, երբ վախենաս, դու կարող ես դանդաղել, բայց չկանգնել ընդմիշտ, երբ կասկածես, դու կարող ես հիշել, կասկածը չի նշանակում անկարողություն, այն պարզապես պահ է, որը կարող ես անցնել, քո ուժը միշտ չի աղմկում, երբեմն քո ուժը հենց այն է, որ դու շարունակում ես, շարունակում ես հավատալ, շարունակում ես սովորել,
Շարունակում ես փորձել, շարունակում ես վերադառնալ քեզ։ Պատկերացրու, որ քո առջև բացվում է մի նոր օր։ Այն ամբողջությամբ դատարկ էջ չէ։ Քանի որ դու քեզ հետ բերում ես փորձ, դասեր ու ներքին իմաստություն, բայց այդ էջի վրա դեռ կա տարածք նոր ընտրությունների համար, նոր սովորությունների համար, նոր քայլերի համար, նոր հաղթանակների համար։ Եվ դու կարող ես սկսել ոչ թե երկուշաբթիից, ոչ թե իդեալական պահից, ոչ թե այն ժամանակ, երբ ամեն ինչ հեշտ կլինի, այլ հիմա, քո այս շնչից, այս որոշումից, այս փոքրիկ ներքին համաձայնությունից։ Ես պատրաստ եմ մեկ քայլ անել, մեկ քայլ դեպի նպատակս, մեկ քայլ դեպի ավելի ուժեղ ես, մեկ քայլ դեպի այն կյանքը, որը ցանկանում եմ կառուցել։ Մի քանի պահ մնա այս զգացողության մեջ, զգա քո ներսի կայծը, զգա, թե ինչպես է այն դառնում ավելի տաք, ավելի կենդանի, ավելի հստակ։ Դու կարող ես չսկսել կատարյալ, բայց կարող ես սկսել իրական։ Դու կարող ես չիմանալ ամեն ինչ, բայց կարող ես սովորել ճանապարհին։ Դու կարող ես վախենալ, բայց կարող ես քայլել վախի հետ միասին։ Եվ ամեն անգամ, երբ դու ընտրում ես առաջ գնալ, դու ասում ես կյանքին. ես դեռ այստեղ եմ, ես դեռ հավատում եմ, ես դեռ կառուցում եմ իմ ճանապարհը։ Շնչիր խորը և թող մարմինդ հիշի այս զգացողությունը, ներքին ուժը, հստակությունը, հավատը, շարժումը։ Երբ պատրաստ լինես, դանդաղ վերադարձիր ներկա պահ, զգա ձեռքերդ, զգա ոտքերդ, զգա շունչդ, և աչքերդ բացելիս բեր քեզ հետ այս միտքը. ես պետք չէ սպասեմ, մինչև ուժը լիովին վերադառնա։ Ես կարող եմ սկսել փոքր քայլից, և քայլի մեջ իմ ուժը կարթնանա։ Այսօր ես ընտրում եմ չհանձնվել, այսօր ես ընտրում եմ շարժվել առաջ։